Պարոն Բեգլարյան, այս պահին տեղի ունենում Եվրոպական քաղաքային համայնքի համաժողովը եւ որին զուգահեռ արցախայությունը նաեւ ոչ միայն արցախայություն բողոքի ակցիա է այստեղ կազմակերպել, որն է այս նախաձեռնության պահանջը, մեսիջը։ Իրականում նախ արձանագրեմ, որ ողջունելի է, որ հասարակական եւ քաղաքական հատվածի բավականին լայն ներկապնակ է աջակցում այս ակցիային, կարելի ասել ընդդիմադիր գրեթե բոլոր խոշոր ուժերը աջակցում են, չհաշված հասարակական սեկտորը եւ արցախյան եւ ոչ արցախյան։ Երկու հիմնական ուղերձ կա այս ակցիայում, մեկը արցախցիների իրավունքների պաշտպանությունը, մյուսը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը եւ ակցիայի ժամանակ ներկայացվեց նաև մեր համատեղ հայտարարությունը, որտեղ ներկայացված են տարբեր փաստեր, ապացույցներ Հայաստանում ժողովրդավարության լրջագույն հետընթացի վերաբերյալ, Հայաստանի գործող իշխանությունների ձեռամբ տարբեր բռնաճնշումներ, եկեղեցու հանդեպ ոտնձգություններ, ատելության խոսք եւ քաղաքական բանտարկյալներ եւ այլն, եւ արցախցիների իրավունքների մասով տոտալ ոտնահարում եւ արամարանք, այդ թվում Հայաստանի իշխանությունների ձեռամբ եւ մեր կողմից ձևակերպված պահանջներ կան, որ եվրոպացի առաջնորդները պատշաճ ուշադրություն դարձնեն այս իրականությանը եւ չլսեն, այսպես ասած, Հայաստանի իշխանություններին, որոնք իրականությունը աղավաղում են։ Իհարկե մենք հասկանում ենք, որ եվրոպացի առաջնորդներն էլ իրենց աշխարհաքաղաքական օրակարգը ունեն, պարզապես կարևոր է բարձրաձայնել իրականության մասին եւ ցույց տալ, որ այս իրավիճակը մենք չենք հանդուրժում, այդ թվում ճակերտավոր խաղաղության գործընթացը մեր ժողովրդի հավաքական իրավունքների ու ապագայի եւ արդարության հաշվին մենք չենք պատկերացնում, որ կարող է լինել։ Ձեր սպասելիքները որն են Եվրոպայից։ Եվրոպան հիշում ենք շրջափակման ժամանակ Արցախի տեղահանության ժամանակ, բռնի տեղահանության ժամանակ կարծես թե կոչերից բացի այլ գործողությունների չդիմեց եւ ընդհակառակը տեսնում ենք, որ Ադրբեջանին բարբերաբար եվրոպական տարբեր երկրների առաջնորդներ շնորհավորում էին։ Ձեր սպասելիքները այս պարագայում որն է։ Ինչ սպասելիքներ ունեք, որ խնդիրները։ Եթե գործնական սպասելիքներ եք ասում ու անմիջական ու կարճաժամկետ չկա։ Ես բնականաբար այդքան միամիտ չեմ, որ ասեմ հենց հիմա իրենք մեզ կլսեն, խեղճը կարթնանա եւ համալիրում մի քանի հրաման կստորագրեն կամ որոշումներ եւ միջազգային մեխանիզմ կներդնեն օրինակ արցախցիների վերադարձի համար։ Բնականաբար ոչ։ Բայց նաև ես գիտակցում եմ, որ նման ակցիաներով, փոքր քայլերով կուտակային մենք կկարողանանք միջազգային օրակարգ վերադարձնել մեր իրավունքների պաշտպանությունը։ Իհարկե դրա համար անհրաժեշտ պայմանը Հայաստանի Հանրապետության պաշտոնական աջակցությունն է եւ պատասխանատվության ստանձնումն է, որը ես չեմ տեսնում, որ գործող իշխանությունները երբևէ կանեն։ Հակառակը իրենք առավելագույնը անելու են, որպեսզի խանգարեն մեր իրավունքների պաշտպանությանը։